ներկայացումը նայում ես, դու ծիծաղում ես, բեմի դերասանը դա լսում է։ Ես ուզում էի տեսարանը շարունակեմ, ուժի կեսը լիքնա։ Իրանց ասա։ Որտե պիտի նայեմ, ուր հետ կամերանը։ Բոլորն ասում են, այդպես բան ո՞նց է հնարավոր։ Ասում եմ հնարավոր է։ Կա ծովանկարիչ, կա էշանկարիչ, խորոված քաբաբ, մամաբիս բանը։ Եկեք պամիդորով ծված եղանենք։ Բացառիկ թեյեր են։ Ամեն մեկը կոնկրետ։ Էդ ինձ էս, տենց բան կարելի է կյանքում մեկ անգամ անել, էլի։ Մի հատ ուզում եմ ասես այսօր ոնց է սովետ անցկացրել։ Ոչ ես ասում, որ այսօր իմ հյուրն է, մտածա էլ ես լավ ասեցին ընթացքում, ասես ես ընթացքում դեռ կասեմ։ Արդեն ընթացքը սկսվել է, ասա։ Ուրեմն ասեմ։ Ասա մի հատ լավ զգամ, սենց խորոզանա։ Բոլոր նրանք, ովքեր մեզ հիմա նայում են, ավելի շատ պետք է ես ներկայանամ, քան թե քեզ ներկայացնեմ, բայց եւ այդպես այո, այսօր իմ հյուրն է վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյանը, ինձ թվում է բոլորը քեզ ճանաչում են, քո դեմքի միջած շատ բրենդային դեմք է, որովհետև երբ որ ես ինչ-որ միջավայրում ասում եմ Արմեն Բարսեղյանը, միանգամից ֆոտո ցույց եմ տալի ու դեռ տես մարդ չկա, որ քեզ չճանաչի։ Փողոցում շատ են մոտենում մարդիկ։ Ահա, բա ինչ են անում, մոտենում են։ Դե մոտենում եմ, բայց ես միջոցը գտել եմ։ Բայց դու գրիշ պահում ես, չէ՞, մոտ մի անգամից ավտոգրաֆ։ Չէ, մոտենում են, այդ հաճելի է ինչ որտեղ, բայց շատ դեպքերում որ չեմ ուզում մոտենան, մասկիրովկա եմ անում։ Ոնց է մասկիրովկա։ Գլխար կակոցներ եմ դնում վերջ, մարդիկ չեն ճանաչում։ Դե բայց իշխոս քեզ շատ հաճելի է, երբ որ ասենք անծանոթ մարդիկ ճանաչում են, բարևում են, խոսում են հետ։ Դե հա, դե էդ էլ իմ մասնագիտության ոնց որ ասում եմ, բաղկացուցիչ մասերից մեկն է։ Երբ որոշեցիր դերասան դառնաս։ Գորջան, ուրեմն որոշել եմ հələ դպրոցական տարիքում։ Սովորաբար այդպես պատմություններ են լինում, չէ՞, որ մարդը ընդհանրապես չի այդ ճանապարհով գնացել, կյանքի բերումով է ստացվել, հետաքրքիր է քո դեպքը ոնց։ Չէ, դե իմը սենց է եղել, նախ ես արվեստագետի ընտանիքում եմ ծնվել մեծացել, հայրս նկարիչ էր։ Այ միջազգային ես գիտեմ, որ դու շատ լավ նկարում ես։ Հա, դա ուղղակի, եթե ես դերասան չդառնայի, նկարիչ հաստատ դառնալու էի, բայց նկարչությունը չեմ թարգել ու դա իմ չեմ ուզում ասեմ խոբին է, դա իմ հանգստությունն է, դա իմ կտրվելն է աշխարհից, ես այդպես եմ հանգստանում։ Շատ նման ենք, որտեղ ես էլ եմ հաճախ նկարելով կտրվում եմ ամեն ինչից, հետո տալիս եմ ձեր դատին, որպեսզի դուք գնահատեք ինչքանով է ստացվել։ Այս վերջի նկարը լավն էր։ Էշը որ նկարել։ Ես հիշում եմ քո ֆիդբեքը այդ մասին։ Դե ասի կա ծովանկարիչ, կա էշանկարիչ։ Կարող է մենք պրոֆեսիոնալ նկարներ իջնել չենք, բայց ազնիվ ենք։ Մենք այն ինչ որ մենք զգում ենք, այն ինչ որ մենք պատկերացնում ենք, դա նկարում ենք, էլի այս։ Նույնիսկ կարող է նկարչական օրենքներն էլ չգիտենք։ Չնայած ես որոշակի գիտեմ, papanից սովորացրել է, բայց ես այդ օրենքներն էլ չեմ բանանում էլի, այսինքն նկարի մի կողմը ծանր է, մի կողմը թեթև է, չգիտեմ, կոմպոզիցիան ինչա բան։ Ինչ ուզում եմ նկարում, դրանով ապացուցելու կամ ինչ որ ասելու, որ ես նկարիչ եմ, տեսեք ոնց է, չէ, դա ուղղակի ասում եմ, իմ հանգստությունն է, իմ սիրուն աշխարհն է, որ ես դրանով առանձնանում եմ, էլի։ Էմիջ այլոց այդ քասացի մոդել ա եղել, ու հիշում եմ մի անգամ նկարել, որտեղ մի քանի առարկա ստվեր պետք է ունենային։ Մեր ընկերները նկարիչ ընկերները տեսան այդ նկարը, ասում եմ Էմիջ այլոց, ասում եմ տարբեր առարկաների ստվերներ իրար հակառակ է ստերել։ Այսինքն տրամաբանական որ արևը եթե միտեղ է ստվերները պետք է ունենան մի ուղղություն։ Լավ ասիկ ուղեմ, մեկ էլ ասեցին չէ միջայլոց սրա մեջ իմաստ կա մի ուղի, թողնա տենց, շատ հետաքրքիր է։ Քո ազնվությունը այդտեղ է, էլի, այսինքն այդտեղ կրեատիվ ինչ-որ բան էլ կա, էլի։ Օրինակ Պիկասոն ասում են բաժակը սենց դրել էր կողքի, այսպես կողքի սենց դրել է ու նկարել է։ Բոլորն ասում են, այդպես բան ո՞նց է հնարավոր։ Ասում են հնարավոր է, ես տենց եմ նկարել։ Դու երբ ես սկսել նկարելը։ Սկսել եմ դեռ նկարել բանակից, այսինքն երբ որ գիշերները դե ես որպես մասնագիտությամբ էի ծառայում, բժիշկ, եւ հիշում եմ, որ այդ սանջաստում միշտ հերթապահեի ու գիշերները պետք է չքնեի, որպեսզի մի բանով զբաղվեմ, ես ինձ ներկեր էի ճարել եւ նկարում էի։ Ու բնականաբար ինչ որ մի բան էր ստացվում, որ հաջորդ օր իմ դուրը չէր գալի եւ հաջորդ գիշեր դրա վրայից ուրիշ բան էի նկարում։
Հետո որ եկա արդեն անցա աշխատանքի եւ այլ, նկարելը դարձավ ավելի շուտ ինչ որ տրամադրությունը մեջից հանելու, այդ քո ասած ինչ որ էմոցիաները հանձնելու մի տեղ թողալու բան։ Ու հիմա ավելի հաճախ եմ նկարում իհարկե, հետո էլի դուք խորհուրդ տվեցիք, որ նկարների համար առանձին էջ պետքա լինի, ու տենց հիմա այս առանձին էջով միմիայն նկարներն են։ Դե հետո շատ լավ բանաստեղծություններ ես գրում։ Հա, այդ էլ։ Հիմա այնպես չի, որ ես հիմա քեզ sense ընկերս ես նստած ես դեմս գովում եմ, թե իսկապես լավ ես գրում բանաստեղծություններ։ Իլուր աշխարհի մի հատ գաղտնիք բացեմ, իմ պատմությունն է, իմ այսպես ասած, իմ մամայիս կողմի մամաս դե աղբարը, հա, 46 թվի եկած է։ Մասին մի քիչ ավելի բացենք, որովհետև մեկա process-ը սկսել ենք, դրա մասին կարանք հանգիստ խոսանք, այ օրինակ այդ քո թեման, որ որոշեցինք, որ պետքա գրվի, այդ եղավ քո այդ պատմությունը պատմելուց հետո, այդ ինչ շատ դուր եկավ եւ հուզեց եւ ինչ-որ հետք թողեց, ես ուզեցի, որ դա անպայման դաժե ոչ թե գրելու, այլ ես իրան տեսա բեմին, որպես ներկայացում։ Մամայի քերու հետ հետաքրքիր պատմություն ա եղել այդ եղեռնի հետ կապված, որ ոնց են փախը, որ այդ Տերզորի անապատներով գնացել են, քերին դե փոքր ա եղել, որ քերուն մի քրդերի ընտանիք վերցրել է, պահել է, բան մի խոսքով, հիմա չեմ բացում սա բանը, փակագծերը, բայց շատ իսկապես հետաքրքիր պատմություն է ու դու էլ ոգևորվեցիր։ Հա, ես անպայման ուզեցի որ դա գրեմ։ Լավ հիշում եմ, դու ինձ ասիր, արի դա պիես անենք, ներկայացում, ես էլ ասի չէ, ասի արի պատմված գրի։ Հետո պատմվածքը բան կանենք, դե մենք ասում ենք ինսցենիրովկա էլի, պիեսի կվերածենք։ Ժողովրդի առաջ այնց հանգիստ ես այդ ասում, բայց դա մի քիչ տենց չէր, Արմեն ջան։ Դու եկար վրես ջղայնացար, ասեցիր ով է քեզ թույլ տվեցի պիեսի լեզվով գրես, դա տենց չի։ Պիեսը պիես, բայց դու խես այնտեղ գրել թե ինչ պահարանա դրած, ոնց է եղել։ Ես էլ ջղայնացա, ասեցի սպասես այ ես այնպես պատմողական գրեմ, որ դու էլ արանքը խճճվես։ Ինձ շատ բաներ մի քանի կարևոր կետ։ Առաջինը, որ փաստորեն ծնողները գիտակցաբար երեխուն տալիս են անծանոթ հավատքի, անծանոթ ազգի մարդկանց անհայտ ճակատագրով, որպեսզի փրկեն երեխու կյանք, այսինքն հավանական փրկեն, իրանք էլ չգիտեն կփրկեն թե ոչ։ Դե հա, որովհետև այնտեղ ասում են, որ կարող է մենք տեղ չհասնենք գոնե երեխեն։ Եվ երկրորդ կարևոր կետը, որ ինձ դուր եկավ, որ երբ որ արդեն բոլորը բարեկեցիկ են Եվրոպայում են ապրում եւ այլն, այդ մարդիկ հայրենիքի կարոտից դրդված որոշեցին վերադառնան եւ ապրեն Հայաստանում։ Բնականաբար ոչ այն բարեկեցությամբ, ինչ որ ապրել են Եվրոպայում, դա շատ կարևոր է եւ շատ ես դրա համար իրան որպես պիես տեսա, որ դա պետքա ամեն հայ այդ պատմությունը տեսնի, որտեվ այլ բանա գիրք կարդացող հիմա շատ քիչ է, էլի։ Դա իսկ ներկայացում գնացողները որպես ժամանց գնում են, բայց մի բան սովորած դուրս են գալի։ Այդ արդեն իմ թեման է, ոնց որ թատրոնը հենց դա, որովհետև ես քո ներկայացումներին եղել եմ, որ գնում ես, բայց այլ էներգիայով արդեն վերադառնում ես տուն։ Դե հա, թատրոնի թեման է, առանձին թեմա է։ Հիմա որ խորանանք թատրոնի թեմայի մեջ։ Ուզում եմ մի քիչ պատմես թատրոնից, էլի, որովհետև ես թվում է հանդիսատեսին հետաքրքիր է քո թատրոնի մասին այդ բաները մի քիչ մանկություն կամ չգիտեմ կամ ինչ-որ առանձնահատուկ մի բան կա, որ շատ ծիծաղելու է կամ շատ հիշվող է։ Նայ, դու մանկությունից ասեցիր, ուրեմն մեր տունը մեծ զալ էր, էլի, մեծ սենյակ էր։ Ուրեմն ես ստեղծել էի, դպրոցական երեխա եմ, ստեղծել էի իմ տեխնիկային թատրոնը։ Երկու աթոռի վրա բան էի դնում, ասենց պոլիպետը դնում էի, ադյալը գցում էի վրան, դառնում էր շիրմա։ Ուրեմն տեխնիկները ես ինքս սարքում էի, մամային էլ խնդրում էի, որ տեխնիկների շորերը կարի, ու մենակ խաղում էի ներկայացում շիրմայի հետևից։ Բարի լավ հիշում եմ, բարի կենթանը, այնտեղ համ կնոջ դերացել ես փոխում էի բան, որ ասում եմ շաշես, ուրեմն շաշես էլի, հետո գալիս էի բարին, մարդուցեն մի բան, հետո գալիս էր բարի կենթանը տես տղայա բան, հա։ Հետո ինչ էի անում։ Հետո գալիս էի հանդիսատեսի կողմից ծափահարում։ Ես առաջ բիզնեսմեններից եմ եղել։ Տոմսեր էի սարքում,
տոմս էի ծախում մեր շենքի թաղի երեխեքի վրա։ 20 կոպեկ էր այն ժամանակ։ Տոմս էի ծախում, ես ինքս տոմսերը սարքում էի, իմ տոմսը ծախում էի, տոմսը դռան մոտ կանգնում ճղում էի։ Երեխեքը գալիս են, սենց այդ զալում գետնին նստում էին, հա, պապան ու մաման գալիս էին տուն, տեն մեր սաղ թաղի երեխեքը մեր սենյակում նստած են։ Ու դու փողերն ես արում։ Չէ, լա չէի աշու, սպասի ներկայացում խաղամ։ Չէի խաղում, ներկայացում էի խաղ։ Ու ներկայացում էի խաղում, երեխեքը գո, չէ, բայց գիտես ինչ էի անում, անկեղծ, սա ոչ թե նենց սուտ բան եմ ասում։ Այդ 20 կոպեկները որ հավաքում էի, հետո գնում էի թխվածք էի առնում, այն ժամանակ հիշում եմ պրյանիկ էի առնում։ Հա, թխվածք էի առնում երեխեքով, դա իմ ընկերներն էին, թաղիս երեխեքն էին, էլի։ Թխվածք էի առնում, բան էի առնում, լիմոնադ էի առնում, նստում էինք ու տենց քեֆ էինք անում, էլի։ Փաստորեն դու Ատեղից հետո պրոդյուսեր պետք է դառնայիր։ Հա, ատեղից հետո Վանաձորում բան բացվեց, քաղաքային կուլտուրայի տանը տեխնիկային թատրոնի խմբակ բացվեց, թատերական, գնացի այդ խմբակը, որը դառավ Վանաձորի առաջին տեխնիկային թատրոնը։ Դրանից հետո եկա Երևան, սովորեցի Սունդուկյան թատրոնի ստուդիան, Խորեն Աբրամյանի կուրսը, հետո Խորեն Աբրամյանից հետո Սոս Սարգսյանը վերցրեց, մի խոսքով sense մարդկանց հետ եմ շփվել, դերասանի վարպետության դասախոսներս Արմեն Էլբակյանն ու Նիկոլայ Ծատրյանն են։ Խորեն Աբրամյանը papayin կանչեց, ասեց, քո տղային ուզում ենք պահենք Սունդուկյան թատրոնում, ինչ ես ասում։ Papan էլ ասեց, Խորեն բաբկեն, ինչ ասեց, ձեր նման մարդը որ տենց բան ասում է։ Ու տենց ես մնացի Սունդուկյան թատրոնում, հետո Էլբակյան Արմենը ինձ կանչեց Պարոնյան թատրոն, երկար չեմ պատմում, աշխատեցի Պարոնյան թատրոնում, հետո այդտեղ ամուսնացա, երեխեք ունեցա, հետո դժվար տարիներն էր, բան, մի խոսքով հետո գնացի դրամատիկական թատրոն, առ այսօր դրամատիկական թատրոն եմ ես։ Դու մի քիչ ասա էլի, այն ինչ որ սիրում ես թատրոն։ Թատրոն դե չես կարա չսիրես։ Ինչի ես սիրում, օրինակ լավ, ես եմ քեզ հարց տալիս։ Իմիջ այլոց թատրոնը ես երբ որ եկա Երևան սովորելու, տենց այն ժամանակ էլ դժվար թվեր էին, 90-ականներն էին, ու մի քանի անգամ առիթ եղել էր այն ժամանակ թատրոն գնալու, այն ժամանակ դա ընդունված չէր այդքան թատրոն գնալը, հատկապես շրջանից եկած ուսանողի համար, երբ որ չէր ընկալվում շրջապատի կողմից, որ դու ասենք ուզում ես թատրոն գնաս։ Ասում են խզիկ է։ Հա, էլ ինչ որ տենց խզիկ չէին ասում, բայց ինչ որ մի տարօրինակ էին նայում, որ այս տղու հետ մի բան կատարվել է, հաստատ մի բան ինչի։ Ընկերոջս հետ գնացի ու ինքն էլ էր լոռեցի, էլի, հա։ Ու տենց ինչ որ հետաքրքիր էմոցիա տվեց այդ թատրոնը, այսինքն ես գնում էի ֆիլմ դիտելու, սենց հա իմ տպավորությունով, բայց ինչ որ դաս, էմոցիա, ինչ որ բան վերցրած դուրս եկա դե։ Ես հասկացա, որ թատրոնում էներգիան ավելի խտացված է։ Գիտես ինչի՞ց է։ Շատ པարզ բան է, դա ես չի որ պետք է ասեմ, դա նրանից է, որ կենթանի դերասանը դեմդ խաղում է։ Այո։ Այսինքն եթե ֆիլմը նայում ես, ես ոչ թե ասում եմ կինոն վատն է կամ չէ, կինոն եթե նայում ես ամեն դեպքում այնտեղ բաժանիչ բան կա, շերտ կա, դա էկրանն է, չէ՞։ Այո։ Եվ մոնտաժը։ Եվ մոնտաժը։ Այո։ Այո։ Թատրոնը մեր մոտ տպավորվել էր ավելի շատ Կարփ Խաչվանքյանով, ասենց ասեմ, էլի։ Հա։ Ու ինձ թվում էր միշտ դա տենց պիտի լինի։ Այսինքն թատրոնում պետքա մոտորապես այդ ձևի բան ես տեսնեմ։ Ես գիտեի, որ պետքա գնամ, ինչ որ ծիծաղեմ ու դուրս գամ։ Ու առաջի շոկը չեմ հիշում որ ներկայացնում, ես հասկացա, որ այդ թատրոնում կարող է գնաս ու ինչ որ էմոցիաներ ապրես, մտածելու տեղիք տա։ Հաջորդ օրը դու մի հատ վերադառնաս, տենաս այն ինչ նայեցիր, ինչ sense մտքեր ա գալիս, էլի։ Հետո կարող է դա փոխի քո աշխարհայացքը, սկսես կյանքի սիտուացիաներում ուրիշ ձև նայել։ Իրական էներգիան, որ բեմից գալիս է դեպի դահլիճ, ու դա փոխադարձ է, նաև հանդիսատեսի դե ես որպես դերասան կասեմ, հանդիսատեսի էներգիան է գալիս է մեզ, չէ՞։ Այո։ Այդ կոնտակտը տեղի ունենում։ Մի բան, որ դա կինոյում չկա։ Դու ամեն դեպքում կինոյում դու կողքից ես նայում, դու մասնակից չես։ Իսկ ներկայացմանը դու մասնակից ես։ Ճիշտ ես։ Դες ես չէի մտածել դրա մասին։ Որովհետև դու ներկայացումը նայում ես, դու ծիծաղում ես, բեմի դերասանը դա լսում է։ Ինչ-որ հետաքրքիր բան կա։ Այսինքն կոնտակտ է ստեղծում։ Կամ ծափահարում ես, բեմի դերասանը դա լսում է։ Կարաս ինչ-որ հետաքրքիր բան հիշես, որ
ինչ որ տենց հիշարժան բան ա եղել ձեր ներկայացումների ժամանակ։ Հա, ուրեմն դա բաններ, մեր կուրսային ներկայացումներ։ Ես ու մեր կուրսի Գրիգորը Բաղդասարյան, որ հիմա կամերային Գրիշը մեր ընկերը, որ կամերային թատրոնի առաջատար դերասան է։ Եթե Գրիշան մեզ նայելու է, ողջույն Գրիշա։ Հա, խաղում էինք Ատամնաբուժն Արևելյան, ես էլ խաղում էի Թափառնիկոս, Ատամնաբուժը, դե գալիս եմ կնոջ մոտ էլի սիրեկանն եմ էլի մի խոսքով։ Հա, ուտեղ բան ա լինում, որ գինի ա հյուրասիրում։ Ուրեմն մեր կուրսի ղեկավարը Զավեն Տատենցյանը դե այդպես էր բեմադրել, որ պետք է բեմի վրա խմենք 3 բաժակ գինի։ Բայց իրականում դե ջուր եք խմում։ Չէ, իրականում կվաս էինք լցնում, այն ժամանակ թատերականի կողքը կվասի բան կար, այդ ինչ են ասում, բոճկա ինչ։ Այդպես կվասը առնում էինք, սառը, միզանսցենան այդպես էր, Գրիգորը կուլիսներից բերում էր այդ գինին։ Այդպես էր բեմադրած, որ 3 կենաց պետք է խմենք՝ ի կենթանություն մեր տիկնոջ, ի կենթանություն մեր բարեկամության, մի խոսքով 3 հատ կենացա։ Մի անգամ Գրիգորը գինի ալացրել, ես տեղյակ չեմ։ Ասեց՝ ի կենթանություն մեր տիկնոջ, այդ չխկացրեցինք, խաղում ենք։ Խմեցինք, ես զգացի, որ կվաս չի, սա գինի է։ Նայեցի Գրիգորի աչքերին, ինքը սենց աչքով սենց արեց։ Ասեցի, հա։ Վերջ այդ 3 կենացը ինչ որ բեմադրված էր, խմեցինք։ Արդեն ես ուզում էի տեսարանը շարունակեմ, բայց ընդ գինի կա դա։ Հա, բայց ընդ գինի կա, կուժի կեսը լիքնա։ Տեսարանը ուզում էի շարունակեմ, Գրիգորը բաժակը վերցրեց, ասեց՝ ի կենթանություն մեր մորաքրոջ։ Տեստեքս չկա։ Ասի դե լավ, ի կենթանություն մեր մորաքրոջ։ Դե որտես մոմենտ կա, սպասի։ Խմեցինք, էլի ուզում եմ շարունակեմ, Գրիշը ասեց, պարոն Թափառնիկոս, մի քավաթալ խմենք, բաժակը լցեց, ի կենթանություն մեր քերակնոջ, չգիտեմ ինչ։ Ու սենց մենք ես Զավենը Տատենցյան մեր կուրս ղեկը այնտեղ ինքը դալիճի են վերևում տեղ կար էլ ինքան դերից էր։ Ինքը զգում է, որ ինչ որ ներկայացումը ձգվում է, բայց չի հասկանում ինչա տեղի ունենում։ Չոր տես մենք զգացինք էլի գնում է գալիս է վերևում, բայց ինչա տեղից չի երկար։ Գրիշին ասում ես արագ լսա խմենք շարունակենք։ Լսի, ես մի կուժ գինին խմեցինք, մի կերպ դե վերջացավ, դե պետք է շարունակենք։ Շոկ դալիճ Ես խմիչքը պատկերացրեց Չէ, դե խաղացինք իհարկե, ունեց խաղացինք, որ հանդիսատես չէր հասկանա, բայց շատ դժվար խաղացինք, որովհետև խմած խաղալը սխալ է, նախ ասեմ։ Տենց բան կարելի է կյանքում մեկ անգամ անել, էլի։ Հա։ Չէ, դե եթե ամեն ինչ նորմալ է ընթացել, հիմա բարձր մենք հումորով ենք դա։ Հա, չէ, դե բարձր։ Դե ամեն բան լիներ, պարտադիր արդեն։ Դե հա, չէ, ամեն դեպքում աշխատանք է, իսկ աշխատանքին խմելը արգելվում է։ Դա sense պատմություններ շատ կան։ Դե հիմա մենք ոնց ծանոթացանք իրար հետ։ Ռոբիտանը։ Հա? Ռոբիտանը ծանոթացանք, թե գրքի շնորհանդեսին ծանոթացանք։ Հա, իմ գրքի շնորհանդեսը։ Որտեվ երբ որ այդ միջայլոց այդ բանաստեղծությունների հարցը դե շուտվանից գրում էի ու դրանք ձեռագիր էին։ Երբ որ Ռոբի հետ արդեն բավականաչափ մտերմացել էինք, ես իրան ասեցի, գիտես, զվան կա։ Ինքը ասեց, բա ինչ չես դրա մասին բարձրաձայնում բան, դե ասեցի ոնց որ ընդունված չի, էլի։ Հա։ Ու տեն ձեռագրով տվեցի իրան։ Ինքը կարդաց, ասեց անպայման սա պետքա տպագրել։ Այդ ինձ համար մի քիչ նոնսենս էր, էլի, որովհետև ասենք օրինակ ես չէի պատկերացնում ես տեղագետս ընդհանրապես որ կարամ բանաստեղծություն տպագրեմ կամ գիրք ունենամ, շնորհանդես անեմ ու Ռոբի այդ խոսքերից էներգիա ստացա, ասեցի բա հետո ոնց անենք, տպեմ ինչ անեմ այդ գիրքը, ասեց շնորհանդես պետք է անենք։ Ու այդ օրը մենք ծանոթացանք քո հետ։ Հա, ճիշտ է։ Ու այդ օրվանից սկսեցինք։ Դե գիտես ինչ կա, անգերությունը նենց բան է, որ
Չգիտես որտեղից հա ոնց հա լինում։ Ամենապարզ բանը որ հասկանում ենք որ մենք իրար հետ խոսալու բան ունենք։ Այ հիմա նստած խոսում ենք, խոսալու բան ունենք, չէ՞։ Երեք ճառաճորն ենք հավաքվել, բայց դες այսօր լիքը դա խոսալու, քննարկելու հարցեր կա։ Դե ոնց օրինակ կինս ընկերու հետ մի 5 ժամ, հա, իրար հետ դե իրաստան նստած սուրճ են խմում, զրուցում են, չէ՞, բնականաբար։ Հետո գալիս է տուն, զանգում է այդ նույն ընկերուն, հեռախոսով 2 ժամ էլի խոսում է, նորմալ է։ Գալիս է մի պահ, որ երկու մարդ սկսում են ինչ-որ նույն հաճախության վրա բիոռիթմերը գտնվել ու տեղից ինչ-որ մագնիսական կամ ռեզոնանսային բան է առաջանում։ Ու քանի դեռ դուք երկուստ էլ այդ տիրույթում եք, դուք հա իրար փնտրելու, զրուցելու, շփվելու միշտ ընդհանուր դաշտ եք ունենում։ Ես մի բան էլ եմ ասում, տես մեր կապը նաև գիտես որտեղից է գալիս։ Մեր բնաշխարհից։ Մենք երկուսս էլ լոռեցինք։ Այդտեղ էլ մի բան կա էլի, այդտեղ էլ մի միացնող բան կա երևի էլի։ Իմիջայլոց, հա, մեր ընկերները մեր շատ լոռեցիներ կան, դա էլ է շատ կարևոր, որովհետև իրոք բնաշխարհը շատ ձգող բան ունի, շատ ընդհանրացնող բաներ ունի։ Գիտես ինչ հիշեցի։ Ձեր տուն որ գնացինք, շամուտ գնացինք, այն որ ծվաձեղը, պոմիդորով ծվաձեղը։ Գաղափարն իմն էր, ասի տղեկ, ասի եկեք այդ խորոված քյաբաբ, մավաբից բանը, եկեք պոմիդորով ծվաձեղ անենք։ Դուք էլ ասիք, հա, դուք անես, ասի, հա, ես սարքեմ։ Իմիջայլոց կերպեցիր, շամուտը, որ հիշեցի։ Սենց մեծ թավայով։ Այնքանից 20 զույգ է ինչ։ Երբ որ ես որոշեցի, որ պետքա նկարեմ, ավելի ճիշտ այդ նկարները, երբ որ արդեն կային, ստորագրելու հարց առաջացավ, ու ես հիշում եմ մի անգամ, երբ որ ինձ ասում էին դու որտեղից ես, բայց այսօրաբար ասում էի Վանաձորից, որովհետև դպրոցս Վանաձոր եմ, գնացել մեծացել եմ, եկել եմ Երևան, բայց ծնվել եմ Շամուտ։ Ու մի անգամ էլ ընկերները նստած էի ինձ այդեն ծանոթանում էինք նոր մարդկանց հետ, ասացի, որ ես Վանաձորից եմ, կողքից նկատողություն արեց ընկերս, ասում է դու Շամուտից ես, ինչ ես ասում Վանաձորից ես, դե ասում Շամուտ մարդիկ չեն ճանաչի, էլի, ու ինձ այդ ընկերս ասեց, այդ թող Շամուտը քեզնով ճանաչեն։ Ճիշտ ասել։ Ու այդտեղից իմ մոտ տենց լույս բան եղավ, էլի, որ մտքիդ մեջ մի հատ բան Ձեր Շամուտի կողքի գյուղը ո՞ր գյուղն է։ Անիզորը։ Անիզորը, այդ գյուղում ով է ծնվել։ Հրանտ Մաթևոսյանը։ Հրանտ Մաթևոսյանը։ Այո, Հրանտ Մաթևոսյանին ճանաչում են։ Այո, Անիզորցի է։ Ծմակուտ։ Ծմակուտ, այո։ Ծմակուտից։ Մոտկորից է, դա Մոտկոր աշխարհն է։ Ինչ խոսք։ Էն էլ հələ Հրանտն էլ ասում էր բանը, դե այնտեղ գնում է տուպիկ է, չէ՞, լնդից այնքոմ էլ ճանապարհ չկա, չէ՞, վերջի գյուղն է։ Բայց Հրանտն ասում էր, սա վերջը չէ, սա սկիզբն է, աստեղից է սկսվում աշխարհը։ Այդ Հրանտի խոսքերն է։ Շամուտն է քեզանով ենք, էլի։ Ես սկսեցի նկարները ստորագրել Գոր Շամուտեցի։ Ահա։ Ու այս վերջերս լոռեցիների բանը նկարների բաներ, նկարների միություն ցուցահանդես։ Մեկ էլ ինձ զանգեցին, ասացին դու էլ ես լոռեցի նկարբեր։ Բայց ինչ չեն ասել։ Ու այդտեղ քեզ որպես դերասան դու ես մեղավոր։ Հա լավ։ Դու պետք է սկսես քո նկարներով զբաղվել, ցույց տալ, նկարել, ոդքասթ անեմ բան, հա։ Մի անգամից համաձայնվեցիր, որ դու ես մեղավոր։ Հա դե ինչ որ։ Մի խոսքով, ու ես երբ որ գնացի, արծեցի, ասեցի լավ, ի՞նչն է ձեզ գրավել, ինչ եք ուզեցել իմ նկարները լինի, ասես որովհետև դու գրել էիր Գոր Շամուտեցի։ Այսինքն այդ ու ես հասկացա, որ դա շատ կարևոր է շատ մարդկանց համար, ովքեր գնահատում են ծննդավայրը։ Ու այո, մենք որ ընկերներով որոշեցինք գնանք մեր գյուղ եւ իմ պապի տանը այդ ծվաձեղը հայտնի արեցինք, իմիջայլոց ժամանակն է կրկնելու, շատ հավես օր անցկացրեցինք այդ օրը։ Բլդրղան կերանք։ Բլդրղան, քաղաքում շատ չգիտեն, դա գյուղի հայտնի բան է, մեր հատկապես Լոռիում ավելի տարածված է Քեղ անունով երևի, չգիտեմ այլ մարզերում, բայց մեր մոտ բլդրղան է։ Բանը իշատրտրուկ։ Այդ օրը չեն կերել։ Մի օրինի տնական օղի խմել ենք, հետո չգիտեմ դուք ինչ եք կերել։ Դու Հայաստանն է լավը, Հայաստանում վատ տեղ չկա։ Օրինակ, գիտես, այնա իրար հետ էլ են քայլարշավների գնացել, բան, ինչքան են։ Իմիջայլոց ես ուզում եմ այդ թեմային գալ։ Քայլարշավների։
Հա, քայլարշավների բանո ես ձեր հետ բախտ եմ ունեցել երկու անգամ։ Ճիշտ է, սկզբի 2 կիլոմետրից հետո եւի թթված դեմքով էի գալիս, բայց եւ այնպես քայլարշավի գիտեմ դուք ավելի հաճախ եք գնում։ Որտեղ եք ամենաշատը գնում։ Ուր ասես չեն գնում։ Ես ապակեպատ լեռ եմ եկել ձեր հետ։ Հա, դե Դիլիջանի կողմերն ենք շատ գնում, չէ, բայց աշդահակ ենք, ամեն տարի աշդահակ ենք բարձրանում։ Արագացել ենք գնացել, հատիսել ենք Տարի ոնց բարձրացել։ որ ձմեռը ուշ է ավարտվում։ Երբ եք պլանավորել։ Չէ, ես վերջերս գնացել ենք բան։ Իջևանի մոտ գնացինք Տեսիլք լեռ կա։ Հա, այնտեղ քարանձավ եկա, բայց անձրև էր գալիս, քարանձավը չգնացինք, բայց մտադրվել ենք, որ էլի պիտի գնանք, որպեսզի քարանձավը տեսնենք։ Մյուս բանին ինձ էլ ձեն տվեք, որովհետև ես էլ եմ ուզում։ Գոր իսկականից զարմանալու բան է, այս փոքր երկրում, այսքան է, քարտեզի վրա մի փոքր է։ Այսքան գնում ենք, այսքան Հայաստանում տեղ չկա, որ գնացած չլինենք, էլի, բայց ամեն անգամ էլի մի բան ենք տեսնում, արա էլի մի բան զարմանում ենք, ասում ենք, ոնց ջրվեժ էլ կա, նույն տեղը գնում ես, ամեն անգամ նոր բան ես գնում ենք, հա, կարող է մի քիչ թեքվում ենք, մեկ է տեսնում ենք ինչ-որ քարանձավ, ինչ-որ ջրվեժ, ինչ-որ գետ, ինչ-որ ժառերի, ինչ-որ բան, տենց ոնց որ քանդակ էլի բան։ Ասում ենք, արա այսքան բան կա այս Հայաստանում մեր, իսկ ինչքան բան կա։ Եկել ենք լոռին ենք հասել, ես ուզում եմ քո թեյերի մասին խոսանք։ Մեր տանը եղել է միշտ թեյեր, այսինքն ուրցը, դաղցը, զվերաբոյը, Խմում է բոլոր լոռեցիների տանը, փունջը բոլորը ներկա է։ Նրանք եղել է։ Հա, ես դա միշտ է սիրել եմ։ Զվերաբոյը, որը լոռեցիների մոտ սարածաղիկն է, Հա, ուրցը, պարտադիր, եւ ինձ թվում է ղանթափարը։ խանթափ, հա, Այո, հազի դեղնա, չէ՞։ որը իմիջայլոց կարմիր գրքում է գրածված։ Հա, Հա։ Բայց այդ բոլորի տանը կա։ Ես вообще բժշկական ընդունվեցի խիրուրգ դառնալու հույսով, բայց այդպես իմ ճանապարհը ստացվեց, որ ես գնացի դեղագիտության գծով ու այն ժամանակ հատուկ բան ստեղծեցին դեղագետ թերապևտներ։ Ու այդ մի տարին եղավ դեղագետ թերապևտների հավաք, հետո փոխեցին արմատապես դեղագիտություն լրիվ առանձնացրեցին, բայց մենք ասես մի քիչ ավելի դեպի բժշկություն էլ գնացինք ու դեղագիտությունն եմ արամաս ուսումնասիրեցինք։ Բայց այդ ամեն ինչի մեջ բուսաբանությունը, հետո արդեն դեղագիտական բուսաբանությունը, այսինքն ֆարմակոգնոզիան ամենը չսիրած առարկաներն են։ Ես ուղղակի դրանք պատասխանելու համար պատասխանում եմ, որ գնահատական ստանամ, բայց կյանքը բերեց նրան, որ ես սկսեցի դրանով զբաղվել։ Ընդհուպ մենք սովորել ենք հասկանալ բույսի լեզուն։ Այսինքն, այո, թեյ արտադրում ենք, իմ ընկերությունը Healthy Way-ն է, բոլորին ծանոթ է երևի։ Մենք 2003 թվականից արտադրում ենք։ Բայց թեյերի տանունը Անահիտ։ Անահիտով։ Ապրանքանիշի անունը Ապրանքանիշի Անահիտն է։ Աղջկաս անունով։ Այսինքն մենք միայն թեյեր չենք արտադրում։ Մենք արտադրում ենք թեյեր, օշարակներ, դեղեր, Էսա խմում ենք։ Այս մենք հիմա խմում ենք մեր օշարակներից ոսկե չիչխանն է, Ոսկե չիչխանը, որը իմիջայլոց շատ լավ հյութ է։ Թույլ գովազդանեմ, Իմիջայլոց իմ գովազդանելը դա Անվճար չի։ Չէ, դա շատ թանկ է, բայց այս դեպքում անվճար կանեմ։ Հանուն ընկերության։ Դու բան կանես, դա ոնց է, հիպոթեկով կանես, ես գամած կվճարեմ։ Հա, թեյերով ու չիչխանը։ Թեյերով տակից դուրս եկա։ Ոսկե չիչխանը։ Հրաշք բան, էսա խմում ենք հրաշք։ Դոշաբը, չիչխանը, բույսերը, թեյերը, մենք ունենք վիշնյայի օշարակ եւ այլն, դրանք բոլորը նաեւ Ամերիկայում արտահանվում։ Դու ինձ վիշնյայի օշարակ չես տվել։ Սուտ ես ասում, դու տենց բան չունես։ Աշկը ստենա։ Հիմա ոնց որ մենք հիպոթեկը սկսեցինք, թե պետք է արդեն սկսեմ ես պարտականություն։ Չէ, գոր, բայց իսկապես սա ոչ թե գովազդ եմ անում, որ ապրես դու։ Ես ինչի սկսեցի նրանից, որ ես փոքրուց մեր տանը եղել է, չէ, ասի, ուրցը դաղցը։ Դու հիմա մի հատ հրաշք բան ես անում, դու փունջեր ես սարքում։ Այդ լրիվ հետաքրքիր էլ անուններ ես դրել, հա, այնտեղ մեկը լորի բերթա, մեկը նրբիկա, մեկը հիշացրու Սիմֆոնիա, երեկո, Սիմֆոնիա, երեկո, Արևելյան, հա,
Ուրեմն բույսը ինքը հետաքրքիր հատկություն ունի, օրինակ բույսը օգուտ է, եթե նրա մեջ կան այդ եթերային յուղերը եւ կենսահյութերը, դա լինում է հիմնականում գարունը, հյութաշարժի ու ծաղկման շրջանում։ Բույս կա, որի հյութաշարժի ժամանակ օրինակ վայրի ազնվամորու ճյուղը։ Երբ որ իր տերևը սկսում է աճել, դու իրան պետք է այդ օրը հավաքես։ Տերևը դեռևս 1 սանտիմետր է։ Եթե դու չես հավաքում դա այդ օրը, հավաքում ես հաջորդ օրը, գիշերվա մեջ այդ կենսահյութի օգնությամբ իր տերևը մի անգամից դառնում է 3-4 սանտիմետր։ Տենց արագ է աճում։ Տենց արագ է աճում։ Եվ այդ դեպքում արդեն իր ազդեցությունը ձգտում է 0-ի։ Այսինքն եթե դու ուզում ես ունենաս ազդեցություն, դու պետք է իրան հավաքես հենց այդ օրը։ Եվ դա նաև օրինակ աշխատում է լորենու ծաղիկների ժամանակ, որը ծաղկում է 3-ից 5 օր։ Հետո սկսում է ծաղիկը բնականաբար դառնալ սերմ, հա։ Իր տեսքը շատ չի փոխվում, բայց ազդեցությունն է կորչում։ Հա։ Այսինքն եթե դու ուզում ես զբաղվես բույսերով, դու պետք է իմանաս նախ այդ բույսերը որտեղ են աճում։ Դա մեծ գիտություն է, էլի դա։ Հետո դու պետք է կարողանաս այդ բույսը ճիշտ հավաք կազմակերպես, կոչվում է վայրի հավաքչություն։ Ու մենք շատ երկար տարիներ դրանով զբաղվել ենք, մոտ 6-7 տարի։ Չորացրել ենք, վերամշակել ենք, տուփավորել ենք։ Բայց շուկայա հանել ենք արդեն մի 7 տարի հետո։ Այսինքն մենք ուսումնասիրել ենք բույսի պահվածքը չորացնելիս, տուփի մեջ եւ այլն։ Եվ հիմա մեր թեյերը իրանք բացառիկ թեյեր են, ամեն մեկը կոնկրետ։ Էդ ինձ էս ասում։ Ես նաև քո հետ խոսելիս ուզում եմ որ մարդիկ էլ իմա, որովհետև դու հարցը բարձրացրիր, իրանց։ Որտե՞ պիտի նայեմ, ուր հետ կամերան։ Ստեղ նայ։ Այդտեղ պետք է նայեմ։ Դե երբ որ ես ընտրության նայեցում եմ, կամերային նայեմ թե քեզ, ստիպված քեզ նայեմ։ Մի խոսքով դրա համար են իրանք բացառիկ, որովհետև ինքը ճիշտ է հավաքվում, մենք ենք հավաքում։ Այսինքն մենք չենք առնում գյուղացուց, եթե նույնիսկ ուզում ենք գյուղացուն ներառենք այդ վայրի հավաքչության մեջ, իրան մեր հետ տանում ենք գործը անելու, հա։ Էդ էլ մեծ գործ է, ասենք։ Էդ էլ մեծ գործ է, որովհետև գյուղացուն աշխատանքով ենք ապահովում։ Բացի դրանից, հետո այդ բույսը ճիշտ պետքա չորանա։ Գոյություն ունի ֆերմենտացիա գաղափարը, հիմա չեմ ուզում երկար-բարակ դրա մասին խոսամ, բայց մենք դա կարողանում ենք անենք։ Եվ դրանք բոլորը վերում են բույսի որակի վրա, հետո ճիշտ բույսեր ենք ընտրում հավաքի մեջ։ Մենք թեյ ունենք, խմում ես եւ երիկամի քարերը լուծվում է մեր ընկերներից մեկը Սերգեյ։ Դե ես անունը չէի ուզում տայի, դու ասացիր, մեր լավ ընկերը, մեկ շաբաթում ուղղակի կորցրեց այդ քարը։ Ինքը խմել է նեֆրին, ուրիշ ոչինչ չի խմել։ Բայց այդ քարը իր չափերով ինքը վիրահատական էր գնում։ Եվ այդ ամեն ինչը մենք նաև կարդում ենք գրականությունից, հին գրականությունից։ Ես ունեմ անգիտած անպետ ժողովածուն, որը 5-րդ դարի գիրք է։ Եվ ոչ միայն բույսերի, ամեն ինչի մասին բուժական ազդեցության տես փոքր հոդվածներ են։ Եվ այդ ամեն ինչը ուսումնասիրելով մենք ստանում ենք բացառիկ բաներ, որևէ մեկին չենք կրկնում։ Իսկ տենց բան կա, որ այդ տեղաբույսերով տենց վաննա լինի, ու ես գամ պարկեմ, էլի տենց տեղաբույսերի վաննայի մեջ տենց բուժվեմ։ Դու բան ես, պայծառատես հատկություններ ունես։ Պայծառատես չի, ես գիտեմ ինչ եմ ասում։ Ասա։ Գաղտնիքներ ես բացահայտում։ Ասա, բայց ես դրան սպասում եմ, ոչ թե բացահայտում, ես սպասում եմ, թե դա երբ է լինելու։ Իսկ դա հիպոթեկից ելնելու է։ Բայց մենակ վաննան չի գաղափարը։ Գաղափարը ավելի ինձ է դա հետաքրքրում։ Հա, հենց Լորվա մարզում քո սիրած Արնիզորից ոչ այնքան հեռու, Շամուտից էլ ոչ այնքան հեռու, մենք նախաձեռնել ենք այդպես մի հատ առողջարանական տեղ ունենանք, անունը դրել ենք Միջագետք, գտնվում է 2 գետերի արանք, ու այնտեղ ուզում ենք համ դեռ գետ էլ որը չի, առուներ է, էլի։ Տեղի է առու, մարզ գետ։ Հա, դե Հայաստանի մասշտաբներով գետ է, հա, բան չեմ ասում։
Դե եթե Վոլգա հետ համեմատես, առի այ որ տանի կինոյի մեջ ասում ես նոր գծած առի երևում, չգիտեմ որն է։ Ուզում ենք դեղաբույսերը, չէ՞ որ մենք գնում վայրի հավաքից հետո բերում ենք Երևան որպես չորացնենք, ուզում ենք այնտեղ չորացնենք։ Դա կընձեռնի տեղում էլ ավելի շատ աշխատատեղեր կստեղծենք։ Հետո միտք առաջացավ այդ վառնաների գաղափարը, որ կան բույսեր, որոնք իրոք անտիստրես են։ Նույն զվերաբոյը իր մեջ պարունակող եթերային յուղեր կա, որոնք գլխուղի մեջ սերոտոնին է շատացնում։ Սերոտոնինը երջանկության հորմոնն է։ Այսինքն ես ցանկացել եմ, որպեսզի մարդը գա եւ տեղաբույսերով վառնաներ ընդունի։ Ես սպասում եմ, էլի իմ սերոտոնը պակաս է։ Ուզում եմ մի քիչ ավելացնեմ։ Իսկ թվում է քո հանդիսատեսը դրանից շատ կշահի։ Բացի դրանից, ես ուզում եմ տեղաբույսերով թեյարան այնտեղ լինի։ Իհարկե այդ մեծ գաղափարների ճանապարհը սկսել ենք, որոշակի արդեն շինությունները գնում են։ Հովանավոր տենց չունենք, մեզ աջակցել է Լիլա ծրագիրը ավստրիական, որի համար շատ շնորհակալ ենք իրանց նախնական փուլում։ Հիմա մենք դա ավարտել ենք իրանց մասը, շարունակում ենք արդեն մեր մասը եւ ուզում ենք բացի այդ լինի ակտիվ туриզմի կենտրոն։ Մենք նաեւ ուզում ենք համագործակցենք, քանի որ Healthy-Way ընկերությունը եւ Healthy Farm ընկերությունը, որը երկուսն էլ իմ հիմնադրածն է, մենք պայմանագրեր ունենք քոլեջների հետ տեղագործական, որ գալիս են պրակտիկայի։ Եվ ես ուզում եմ, որ այդ ուսանողները նաև գնան վայրի հավաքչություն իրականացնեն, որտեղ ես ինքս երբ որ ուսանող էի, բժշկական համալսարանը այն ժամանակ ինստիտուտ էր դեռ, մեզ տանում էր մեկ շաբաթով նույնիսկ բույսեր ուսումնասիրել, օրինակ գնում ենք Դիլիջանի սարերը եւ այլն, հա, եւ բույսեր էինք ուսումնասիրում։ Ես ուզում եմ դա վերադարձնեմ, այսինքն շատ լավ է, բայց ինչի՞ մենակ ուսանողը, մեզ էլ կարող ասես։ Նայ ոնց է, էլի, ուսանողը դա գնում է ավելի շատ մասնագիտական, ավելի շատ ակադեմիական, կրթական։ Ընկերները եւ հյուրերը եւ туриզմը դա արդեն լրիվ այլ պատմություն է, այսինքն բարձր երբ որ դա սկսեց, չէ, դու ընկերներին կարաս ասես, ինչ բույս հավաքեք, այդ դրա վաննայի մեջ էլ պարկել է։ Բայց նավսյակի լավ կլինի։ Ոնց կարող է թունավոր, չէ՞, լավ կլինի, այսօր ուրց հավաքեք, ուրցը պակաս է։ Հա, քեզ այսօր ուրց է պետք։ Հա, էլի։ Դե ամեն դեպքում ես հույս ունեմ, որ մենք դա կավարտենք այդ մեր ծրագիրը եւ կհասցնենք իր նպատակակետին։ Դու մարդկային հոգեբանությունից խոսացիր։ Ես միշտ այս թեման ասել եմ, հետաքրքիր բան է, ես ունեմ բժիշկ ընկերներ, նաև դու ինձ համար բժիշկ տեղագործ ես, մենք դերասաններս, հա, ու բժիշկները նույն բանն ենք անում, նույն գործն ենք անում։ Բժշկությունը հետազոտում է մարդուն, չէ, իր ֆիզիոլոգիան, անատոմիան, դուք հոգին մենք զբաղվում ենք մարդ արարածի հոգեբանությունը։ Մենք էլ բացահայտում ենք մարդու հոգեբանությունը։ Եվ ոչ միայն բացահայտում եք, դուք լուծումներ եք տալիս, բուժում եք, բաներ եք անում։ Կարևոր, ես էլի եմ ասում, կոնկրետ քո ներկայացություն, իհարկե մենք շատ դերասան ընկերներ ունենք, որոնք դեռ առիթ էլ կլինի կզրուցենք, բայց կոնկրետ քո ներկայացումներից ես նույն ներկայացումը երկու անգամ դիտել եմ, երկու տարբեր հետաքրքիր ինչ-որ բան է տեղի ունեցել։ Եվ կարող է առաջի անգամ մեկ այլ բան եմ ես վերցրել, երկրորդ անգամ մեկ այլ բան եմ վերցրել, ու այդ առումով էլ առանձնահատուկ։ Այսինքն ինքը ֆիլմ չի, որ դու գնաս նայես ու ասես, այ ես գիտեմ ստե ինչ կլինի։ Ինչքան էլ գիտես, ստե ինչ կլինի, դե մի քիչ ուրիշ ձև է լինում։ Այդ շատ կարևոր է ինձ։ Հետո գիտես ինչ ներկայացումներ կա, որ նայում ես, առաջի անգամ որ նայում ես, հիմնական նայում ես սյուժեն։ Պատմությունն ես, հետևում ես պատմությանը։ Չես հասցնում այն տողատակերը, էլի մի հատ հասկանալ, որովհետև ընդ տողատակեր կա։ Մենք ասում ենք ենթատեքստեր։ Երկրորդ անգամ որ գնում ես, դու արդեն սյուժեն գիտես, հա? Պատմությունը գիտես, որտեղից ինչ է։ Դու արդեն
ուշադիր ես լինում այդ Ու ենթատեքստերին, սկսում ես հայտնաբերել այդ ասելիքներին, ասելիքները։ փոխհարաբերությունների մեջ ինչ նրբություններ կան, ինչ անցումներ կան, դու ավելի մանրակրկիտ ես նայում։ Տենց է։ Հենց այդ էի ուզում ասեի, որ դրանք շատ Դե կարևոր դու ասա, բաներ ես են։ ասեմ, էլի։